Ընթերցենք միասին Հակոբոս թղթից 3-րդ գլուխ առաջին 12 համարները։ Եղբայրներին ոչ բոլորդ ուսուցիչներ եղեք։ Իմանալով, որ ավելի մեծ դատաստան պիտի ընդունեք, որովհետև ամենքս շատ բաներում մեղանչում ենք։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարող է իր ամբողջ մարմինը սանձահարել։ Եթե ձերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք մեզ հնազանդվեն, ապա նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։ Ահա նավերը ևս, որ այդքան մեծ են ու սաստիկ հողմերից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են, դեպի որ կողմ ղեկավարը կամենում է։ Այդպես է լեզուն։ Մի փոքր անդամ է, բայց շատ է պարծենում։ Տես, մի փոքր կրակ ինչքան մեծ անտառ է հրդեհում։ Լեզուն էլ կրակ է, մի անիրավության աշխարհ։ Լեզուն մեր անդամների մեջ է դրված, ամբողջ մարմինն ապականելով եւ այրելով մեր գոյության շրջանը եւ բորբոքվելով գեհենից։ Իսկապես, գազանների, թռչունների, սողունների եւ ծովում եղողների ամբողջ բնությունը հնազանդվում է եւ հնազանդեցված է մարդկային բնությամբ։ Բայց մարդկանցից ոչ ոք չի կարող լեզուն հնազանդեցնել։ Նա անզուսպ չար է, մահաբեր թույնով լցված։ Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հորը եւ նրանով նաեւ անիծում ենք մարդկանց, որ Աստծո նմանությամբ են ստեղծված։ Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն եւ անեծք։ Պետք չէ եղբայրներ, որ դա այդպես լինի։ Միթե մի աղբյուր նույն ակունքից քաղցր ու դառը ջուր է բխեցնում։ Միթե հնարավոր է եղբայրներին, որ թզենին ձիթապտուղ տա կամ որդատուն կթուզ, ոչ էլ աղի աղբյուրը քաղցր ջուր կտա։ Ամեն, աղոթենք։ Սիրելի Հայր, քեզ շնորհակալ ենք սրտանց եւս մեկ օր, որ դու մեզ պարգևել ես եւ կարող ենք մեր քույր եղբայրներով մեկտեղ հավաքվել եւ մեր ձայները բարձրաձայնել, օրհնել քեզ, մեծարել քեզ, փառավորել եւ սրտանց գոհություն հայտնել քո բոլոր գործերի համար, որ ամեն օր առատորեն մեր կյանքերը լցնում ես, շնորհում ես, զորացնում ես։ Ուստի մենք եկել ենք քո առաջ դարձյալ խնդրելու քո շնորհի գործը մեր կյանքերում, մեր սրտում։ Օրհնիր իմ մեզ, մեր մտքերը, ամեն խանգարող հանգամանքներ վերցրու Տեր եւ օգնիր, որ հիմա էլ մտորենք քո խոսքի շուրջ, սովորենք, հասկանանք այն, որ դու ես կամենում ես համար, մտորենք եւ ել ավելի փոխվենք ու ինչ որ անենք, ինչ որ խոսենք, թող քո անունը փառավորվի։ Հիսուսի անունով Հայր, ամեն։ 1975 թվականին Չինաստանի Բանկիո քաղաքում գտնվող մի ջրամբար այն ավիրվեց, փլվեց։ Այն իր բերած ավերումների մասշտաբով ամենախոշորներից մեկն էր մարդկության պատմության մեջ։ 100 հազարավոր զոհեր, 100 հազարավոր ավերված տներ, շատ քաղաքների վրա այն ունեցավ իր ազդեցությունը, իր ավերածությունները։ Եվ ջրամբարը ճիշտ վերահսկվում էր, ճիշտ օգտագործվում էր, այն մեծ օգտակարություն էր տալիս մարդկանց։ Սակայն երբ չկա անհրաժեշտ ղեկավարում, չկա վերահսկում եւ չկա կազմակերպված աշխատանք, չկա կազմակերպված շահագործում, այն բերեց իր վնասները։ Նմանապես մարդու լեզուն է։ Խոսքերը ունեն ուժ եւ ազդեցություն։ Երբ մենք ղեկավարում ենք լեզուն, այն բարիք է բերում, իսկ երբ չկա ղեկավարություն, այն չարն է գործում ու բերում է շատ վնասներ։ Հակոբոս այս մեր կարդացած հատվածում խոսում է լեզվի ղեկավարման մասին, դրա կարևորության, դրա անհրաժեշտության մասին, թե ինչու համար է կարևոր, որ մենք մտածենք, թե ինչպես կառավարենք մեր լեզուն։ Նախ մի փոքր հիշենք համատեքստը։ Ուրեմն մենք տեսանք, թե ինչպես Հակոբոս առաջի գլուխ 26 եւ 27 համարներում խոսեց ճշմարիտ աստվածպաշտության մասին եւ տվեց կյանքի 3 ոլորտներ, 3 թեմաներ, որտեղ պետք է դրսևորվի աստվածպաշտությունը եւ ցուցադրի իր որակը։ Արդյոք իմ աստվածպաշտությունը ճշմարիտ է, թե կեղծ է, արդյոք այն հավատքը, որ ես ունեմ, այն կենթանի է, թե մեռած է։ Ուրեմն առաջինը որն էր այդ ոլորտների, այդ թեմաներից նա խոսեց հոգատար ու գործնական
սիրո մասին, որ ուղղված է իր դրացու նկատմամբ, երկրորդը լեզվի սանձահարումն էր, եւ երրորդը անձը աշխարհից անարատ պահել, սրբության կյանքը։ Ճշմարիտ Աստված պաշտությունը չի մնում լոկ ցանկություն կամ խոսքեր, այն մարդու ապրած կյանքով է գնահատվում, կյանքով է արժևորվում։ Երկրորդ գլխում ուրեմն Հակոբոսը ավելի մանրամասն խոսեց առաջին թեմայի մասին՝ դրացուն սիրել, ինչպես ինքդ քեզ։ Մենք տեսանք երկրորդ գլխում ինչպես է նա խոսում աչառության մեղքի մասին, ինչպես սիրել դրացուն, ինչպես հոգ տանել։ Երկրորդ գլխում, ուրեմն սա երկրորդ գլխում էր։ Երրորդ գլխում այս մեր կարդացած համարից սկսված նա ավելի մանրամասն սկսում է խոսել երկրորդ թեմայի մասին, թե ինչպես պետք է մեր լեզուն սանձահարենք, լեզվի ղեկավարումը, լեզվի կիրառությունը, դրա կարևորությունը եւ անհրաժեշտությունը։ Ուրեմն ինչու է Հակոբոսը այսքան մանրամասն խոսում այս թեմայի մասին, այս խնդրի մասին։ Հակոբոսն առաջին գլխում ասաց, որ դուք վերստին ծնվել եք Աստծո խոսքի միջոցով ու պատվիրեց լինել շարունակապես այդ խոսքը կատարող մեկը։ Խոսքը պետք է լինի ձեր կյանքը, հոգևոր աներևույթ խոսքը պետք է ֆիզիկապես դառնա տեսանելի ձեր գործնական կյանքով, ձեր ապրելակերպով եւ անգամ ձեր խոսքերով։ Իսկ դա ենթադրում է այն, որ այդ խոսքը լինելով մարդու սրտում անպայման դուրս է գալու մարդու շուրթերից։ Աստծո զավակը նմանվում է երկնային հորը իր խոսքով, իր խոսելակերպով։ Խոսքը չափազանց մեծ նշանակություն ունի քրիստոնյայի կյանքում։ Մարդու խոսքը կարող է արարել գեղեցիկը եւ այն կարող է մեծ ավերածություններ բերել եւ դառնում է գործիք չարի ձեռքերում կամ մարդու մեղավոր եսից, մեղավոր ցանկություններից առաջնորդվելով։ Իսկ ինչ են խոսում ու ասում այն մարդիկ, ում գրում էր Հակոբոսը։ Ինչպիսի պտուղ էր տալիս նրանց շուրթերը։ Առաջին գլխում Հակոբոսն ասաց. «Երբ գայթակղում եք, մի ասեք»։ Ինչ են իրենք ասում։ Մի ասեք, որ Աստված է մեզ գայթակղում, կամ Աստված կամեցավ, որ մենք ընկնենք այս գայթակղությունների մեջ, այս մեղքի մեջ, այս հետևանքների մեջ։ Նա ասաց, որ ոչ, Աստված չի գայթակղում չարից ու նաև չի գայթակղում չարով, կամ չար հետևանք նա չի կամենում բերել մեր կյանքում։ Այս մարդիկ չէին հասկանում, որ գայթակղության եւ մեղավոր գործողությունների պատճառը իրենց սեփական չար ցանկություններն են։ Նրանք Աստծուն էին մեղադրում իրենց խնդիրների համար, ասելով, որ այս չար գայթակղությունը նույնպես Աստծուց է, եւ նրանք չեն կարող տարբերել Աստծուց եկող փորձությունը, որ իրենց բարության համար է, բարի նպատակ է հետապնդում, եւ ինչ է գայթակղությունը, որ իրենց չար ցանկություններից էին ընկնում դրանց մեջ։ Եվ ինչ են իրենք անում, իրենց խոսքերով, իրենց կարծիքը հայտնելով մեղադրում էին Աստծուն եւ այսպիսի սուտ Աստված ճանաչողությամբ նաեւ ուրիշներին էին սովորեցնում սուտ բաներ Աստծո մասին։ Բայց Հակոբոսն ասաց՝ մի խաբվեք իմ սերի եղբայրներ։ Եվ հետո ասում է քիչ խոսեք եւ ավելի շատ լսեք, շատ լսողներ եղեք, որ սովորեք։ Երրորդ գլխում ինչ ասեց։ Նա խոսում է կեղծավոր լեզվի մասին, նույն լեզվով ասմորնում եք Աստծուն եւ հետո անիծում մարդկանց, չարախոսում։ Խոսում է նաեւ սրտում դառը նախանձի մասին, հակառակություն ունենալով պարծենում եք ու ստում եք ճշմարտության դեմ, ձեզ դնելով իմաստունի տեղ, սակայն ասում իմացեք, որ դա երկրավոր ունայն իմաստությունն է։ Չորրորդ գլխում նա ասում է, որ կա բամբասանքի խնդիր, ասում է մի բամբասեք մեկդ մյուսին։ Ամբարտավանությամբ մի պարծեցեք։ Հինգերորդ գլխում ասում է մեկդ մյուսի դեմ մի տրտնջացեք։ Այսպիսի բազում խնդիրներ, դրա համար Հակոբոսը ուսուցանում է լեզուն կառավարելու մասին, որովհետև լեզվի օգտագործման, լեզվի գործածության հարցում կար շատ խնդիրներ։ Կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, որ ինչ է իրենց ներկայացնում լեզվի միջոցով կատարվելիք մեղքերը, որոնք որ զանազան են, եւ բազմիցս մենք էլ նկատել ենք մեր կյանքերում, թե որքան հաճախ ենք մենք գործում մեր լեզվով մեղք։ Իմանալով ինչ է բամբասանքը, անզգուշաբար ընկնում ենք դրա մեջ, կամ գուցե հաճույքով ենք ընկնում դրա մեջ։ Ինչ որ վախեր ունենալով կամ ինչ որ բաներ թաքցնելու համար հաճախ ստում ենք։ Ինքնենս մեզ համար ինչ որ
արդարացումներ բերելով։ Բարկանում ենք ու վիրավորական խոսքեր օգտագործում, խոսում դառնությամբ ու թունավորելով։ Խոսքով մեղանչելը շատ բազում կերպերով ու եղանակներով է լինում։ Դրա համար Հակոբոսն ասում է. ամենքս շատ բաներով մեղանչում ենք։ Խոսքը չկառավարելու արդյունքում այն բազում եղանակներով եւ բազում ոլորտներում մեղք է գործում։ Դրա համար է կարևոր, որ հասկանանք, թե ինչու պետք է սանձել մեր լեզուն եւ ինչին պետք է ծառայեցնենք մեր լեզուն եւ ինչպես ծառայեցնենք այն արդարությանը։ Ուրեմն, որպես գլխավոր միտք հիշենք այսօրվա համար, կենդանի հավատ ունեցողը ղեկավարում է իր լեզուն չարին չծառայեցնելու համար։ Հիշում եք գրքի գլխավոր թեման, ճշմարիտ եւ կենդանի հավատքը, եւ մենք տեսանք, թե ինչպես է Հակոբոսը թեմա առ թեմա նկարագրում այդ հավատքի դրսևորումը։ Եվ հիմա նա խոսում է լեզվի ղեկավարման մասին, լեզվի պտղի մասին, ցույց տալու համար, թե ինչպես է կենդանի հավատ ունեցողը գործածում իր լեզուն, ինչին է ծառայեցնում իր լեզուն։ Կենդանի հավատ ունեցողը ղեկավարում է իր լեզուն չարին չծառայեցնելու համար։ Ուրեմն ինչու պետք է ղեկավարել լեզուն։ Հակոբոսը տալիս է մեզ այստեղ 5 պատճառ, թե ինչու է անհրաժեշտ ղեկավարել լեզուն։ Եվ փորձենք միասին տեսնել այս հատվածի միջոցով։ Առաջինը, ինչու պետք է ղեկավարել լեզուն։ Լեզուն շատ մեղքեր է գործում։ Ընթերցենք եւս մեկ անգամ առաջի 2 համարները։ Եղբայրներին, ոչ բոլորդ ուսուցիչներ եղեք իմանալով, որ ավելի մեծ դատաստան պիտի ընդունենք, որովհետև ամենքս շատ բաներում մեղանչում ենք։ Եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարող է իր ամբողջ մարմինը սանձահարել։ Խոսելիս լեզվի ղեկավարման մասին, ինչու է Հակոբոսը սկսում այս կոչով, այս պատվերով։ Ոչ բոլորդ եղեք ուսուցիչներ։ Քանի որ ուսուցչի գործը հիմնականում կապված է ուսուցանելու հետ, լեզվի եւ խոսելու հետ։ Հետևաբար լեզվի նկատման վերահսկողությունը գերակա նշանակություն ունի քրիստոնյա ուսուցչի համար։ Լիովին գիտակցելով ուսուցչի պատասխանատվությունը, Հակոբոսը լուրջ նախազգուշացում է տալիս, ասելով ոչ բոլոր եղեք ուսուցիչներ, որովհետև մենք ավելի մեծ դատաստան ենք ընդունելու։ Ոչ բոլորը չի նշանակում բոլորդ։ Նա առասարակ դեմ չէ այդ ծառայությանը կամ այդ պաշտոնին։ Քանի որ Հակոբոսը ինքը իրեն նույնպես դասում է այդ շարքին, հոգնակի կերպով ասելով, որ ամենքս ենք մեղանչում, ամենքս ենք ընդունելու ավելի մեծ դատաստան։ Այլ նա փորձում է զսպել նրանց, ովքեր ունեն շտապողական ցանկություն սովորեցնելու, սակայն դեռ պատրաստ չեն այդ պատասխանատու ծառայությանը եւ չեն համապատասխանում այն որակներին, որոնք կարևոր են ուսուցիչ լինելու համար։ Հատկապես ըստ այս համատեքստի, նրանք, ովքեր չունեն բավականաչափ հոգեվոր հասունություն եւ իմաստություն ղեկավարելու սանձելու սեփական լեզուն։ Պողոսն ասում է, որ ով երեցության է ձգտում, լավ բանի է ձգտում, սակայն հետո թվարկում է այն հատկանիշները ու հոգեվոր հասունությունը, որ երեցը պետք է ունենա, որով եւ վկայվում է Աստծուց ունեցած կանչվածությունը։ Նմանապես Հակոբոսն է զգուշացնում այս համատեքստում, որտեղ նա խոսում է խոսքի մակարդակում մեղանչելու եւ լեզվի վրա ղեկավարում չունենալու այս խնդրի մասին։ Ուսուցանելու պատրաստ չլինելու այս խնդիրը։ Նաեւ Հակոբոսը մատնանշում է այն արկա խնդիրը, որ շատերի մոտ կար այն ժամանակ, ուսուցչի դերի մեջ մտնելու ցանկությունը, բայց այնինչ նրանք պատրաստ չէին լինելու Աստծո խոսքը ուսուցանողներ։ Տեսեք, որ Հակոբոսը դիմում է իր եղբայրներին, չէ՞։ Այսինքն խնդիրը սուտ ուսուցիչների մասին չէ, այլ նա խոսում է հոգևոր մարդկանց խոսքերը չղեկավարելու խնդրի մասին, խոսքով չմեղանչելու մասին։ Հավատացյալը ոչ միայն պետք է զգուշանա, որ սխալ չուսուցանի Աստծո խոսքը, այլ նաև ուշադրություն դարձնի իր խոսելակերպին, տոնին, մոտեցմանը, բառերի ընտրությանը ու մտածի արդյոք նրա լեզուն դեռ այս աշխարհի կերպարանքն է կրում, թե նա Հիսուսի նման է խոսում, Հիսուսի նման է սովորեցնում։ Օրինակ, շատախոսությունը, վիրավորական խոսելակերպը, երբ մարդուն ցածրացնում են, անարգում են, մեղադրում են, քննադատում են, երբ Աստծո խոսքը օգտագործում են որպես հարվածելու գործիք,
եւ ոչ թե մխիթարելու եւ խրատելու սիրով։ Կամ երբ մարդը չի ղեկավարում իր բարկությունը, չի ղեկավարում իր խոսքերը եւ աշխարհիկ բառերով է խոսում, ձայնը բարձրացնելով, վիճելով եւ ոչ թե խաղաղությամբ։ Այս ամենը վայել չէ քրիստոնյային, սա աշխարհի կերպարանքն է, սա աշխարհի մեթոդիկան է։ Ուրեմն խոսքը վերաբերում է հոգևոր հասունությանն այստեղ, մարդու բնավորության որակներին, ինչպիսին է մարդու բերանի խոսքի մակարդակը, դա էլ ցույց կտա, արդյոք նա պատրաստ է Աստծո խոսքը ուսուցանել ուրիշներին։ Հակոբոսն ասում է, մենք ուսուցիչներս ավելի մեծ դատաստան պիտի ընդունենք։ Սա ոչ թե դժոխքում դատապարտման հարցն է, այլ սա այն դատաստանը եւ յուրաքանչյուր Աստծո զավակ պետք է ներկայանա Քրիստոսյացյանի առաջ, որտեղ լինելու է հաշվետվություն մեր կատարած գործերի համար։ Ասում է ավելի մեծ դատաստան, որքան մեծ ազդեցություն դու ունես մարդկանց վրա, այնքան պատասխանատվությունն է մեծ։ Որքան մեծ է ազդեցությունը ուրիշների վրա, այնքան ավելի շատ բան պահանջվի մեզանից։ Նրանք, ովքեր ստանձնել են Աստծո պատգամաբերի դերը, խոսելու պարտականությունը խստորեն կհարցաքննվեն իրենց դիրքի օգտագործման համար։ Հակոբոսը խորապես գիտակցում է քրիստոնյա ուսուցիչներին տրված հանձնարարության լրջությունը։ Սա շատ լուրջ է, քանի որ այն կապված է մարդկանց առաջնորդելու հետ, այն կապված է մարդկանց կյանքերի հետ։ Քո խոսքը, քո լեզուն ունի ազդեցություն դիմացիների վրա, ազդելու իրենց որոշումների, ազդելու իրենց կյանքի։ Եթե կույր լինենք, կույրերին առաջնորդելիս ամենքս էլ փոս կընկնենք, չէ՞։ Իսկ եթե լուսավորված ենք, կկարողանանք լուսավորել եւ առաջնորդել ճշմարտության միջոցով։ Քո առաջնորդության որակը բերելու է համապատասխան հետևանքներ այն մարդկանց կյանքերում, ում դու առաջնորդում ես, քո բերանից դուրս եկած խոսքերով։ Դրա համար լեզվի սանձահարումը չափազանց կարևոր է։ Ասում է, ամենքս ենք շատ բաներում մեղանչում։ Ինչպես արդեն ասացի, այս խոսքի մեղք, այս ոլորտը, խոսքով մեղանչելու ոլորտը տարբեր տեսակի մեղքեր է իր մեջ ընդգրկում։ Բամբասանք, չարախոսություն, բանսարկություն, սուտ, վիրավորական ու անարգալից խոսքեր, հայհոյանք, անպարկեշտ պատմություններ եւ հումորներ եւ դեռ ցանկը կարելի է երկարացնել։ Հա թե ինչու համար է կարևոր, որ մենք ուշադրություն դարձնենք մեր խոսքերին, խոսենք քիչ ու մտածված։ Ինչպես առակացում է ասում 10:19, շատախոսության մեջ հանցանքը պակաս չի լինի, բայց իմաստուն է իր շրթունքները զսպողը։ Կամ առակաց 15:28, արդարի միտքը մտածում է, թե ինչ պատասխանի, բայց անիրավի բերանը չարություններ է արտաբերում։ Լեզուն զսպողը չարությունից փախչողը մտածում է պատասխանելուց առաջ, որպեսզի հանցանքի մեջ չընկնի։ Հակոբոսն ասում է, եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ մարդ է, որ կարող է իր ամբողջ մարմինը սանձահարել։ Հունարեն այս կատարյալ բառը այստեղ չի նշանակում անսխալական ու ոչ մի մեղք չգործող, այլ հասուն քրիստոնյա է նշանակում։ Հիշում եք նույն բառը մենք առաջ գլուխ 4 համարում տեսանք, որտեղ ասում էր համբերությունը գործածեք, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք։ Այսինքն, որպեսզի հոգեվորապես աճեք, հասունանաք։ Նմանապես այստեղ խոսքը գնում է հասուն քրիստոնյայի մասին։ Նաև այն պատճառով, որ Հակոբոսը այստեղ պայմանական եթե բառն է օգտագործում, ասելով, եթե մեկը խոսքով չի մեղանչում, նա կատարյալ է, բայց կա արդյոք ինչ-որ մեկը, որ հասնի այն կատարելության, որ խոսքով չմեղանչի այս երկրավոր կյանքի ընթացքում։ Իհարկե ոչ, Հակոբոսը չի ակնկալում կատարյալ անսխալականություն խոսքի մեջ։ Նա օգտագործում է ներկա շարունակական ժամանակաձև, ասելով, եթե մեկը շարունակապես չի մեղանչում խոսքով, այսինքն ոչ թե կատարալապես անսխալական է դարձել, այլ նա այնքան է փոխվել, հասունացել հոգևոր կյանքում, որ նախկին մեղավոր սովորությունները, պահվածքը փոխվել է, հին ապրելակերպը վերացել է, հիմա նա նոր կյանքով է ապրում, որտեղ նա շարունակ սրբագործվում է ու ավելի աճում նաև այս հարցում։ Նրա բերանից հայհոյանքն է վերացել, բամբասանքն է վերացել, չարախոսությունը, նա սովորել է չստել, չվախենալ, խոսել ճշմարտությունը։ Նա լույսի մեջ է քայլում ու անգամ իր մեղքերը ու սխալները
պատրաստ է ընդունել ու խոստովանել, այլ ոչ թե ստել եւ թաքցնել։ Հակոբոսի այս միտքը կարելի է այսպես ձևակերպել. եթե մեկը լեզվով չի հարատևում մեղքի մեջ, եթե նա սովորել է ղեկավարել իր լեզուն ու ծառայեցնում է արդարությանը, ապա նա հասուն քրիստոնյա է։ Եվ ունենալով այսպիսի հասունություն, նա ունի նաև կարողությունը ղեկավարելու նաև իր ամբողջ մարմինը։ Ինչպես է նա կառավարում ամբողջ մարմինը, երբ չի մեղանչում խոսքով։ Լեզուն ղեկավարելը ամենաբարդ գործերից մեկն է։ Դրա համար եթե մարդ հասել է այս հարցում հասունության, փոփոխության ու արդյունքի, ապա սա ցույց է տալիս, որ նա ունի ամեն անհրաժեշտ կարողությունը ղեկավարելու նաև սեփական անձը ու հեռու պահելու իրեն մյուս տեսակ մեղքերից։ Եթե Աստված տվել է մարդուն այս շնորհը, այս կարողությունը, զորությունը, իր հոգով իմաստությունը, որ նա կարող է լեզուն ղեկավարել ու խոսել Տիրոջը հաճելի ճշմարտությանը համապատասխան, ուրեմն նա ունի այդ նաև բավականաչափ շնորհը, զորությունը Աստծուց, որ պատերազմի նաև մյուս բոլոր մեղքերի դեմ եւ կարողանա զսպել եւ ղեկավարել իր ողջ մարմինը նաև, սանձել նաև իր ողջ մարմինը։ Սա Աստծո տված կարողության հարցն է։ Ուրեմն առաջին, ինչու պետք է ղեկավարել լեզուն, քանի որ լեզուն շատ մեղքեր է գործում, ու որպեսզի դու հեռու մնաս այդ բազում մեղքերից, այդ մեղքերի հետևանքներից եւ իմանալով, որ Աստծո առաջ հաշիվ պետք է տանք, ապա անհրաժեշտ է ղեկավարել սեփական լեզուն։ Երկրորդը, մեր հատվածում ինչու պետք է ղեկավարել լեզուն, լեզուն ինքը ունի ղեկավարման ուժ, ինքը ունի ղեկավարելու ուժ իր մեջ։ Ընթերցենք 3-ից 5 համարները։ Ձերի բերանը սանձ ենք դնում, որ նրանք մեզ հնազանդվեն, ապա նրանց ամբողջ մարմինը կառավարում ենք։ Ահա նավերը եւս, որ այդքան մեծ են ու սաստիկ հողմերից քշվում են, մի փոքր ղեկով կառավարվում են, դեպի որ կողմ ղեկավարը կամենում է։ Այդպես է լեզունը։ Մի փոքր անդամ է, բայց մեծապես պարծենում է, մեծախոսում է։ Այստեղ Հակոբոսը բերում է երկու օրինակ, ու այս երկու համատություններով նա ուզում է ցույց տալ, թե ինչպիսի ուժ ունի մարդու լեզուն, մարդու խոսքերը։ Այն ունի ազդեցություն մարդու ամբողջ կյանքի վրա։ Երկու օրինակների մեջ օգտագործված է նույն բառը կառավարել։ Մի դեպքում սանձի միջոցով ձին է կառավարվում, մյուս դեպքում ղեկի միջոցով նավն է կառավարվում։ Բերելով այս երկու օրինակները, ինչի վրա է ուզում Հակոբոսը կենտրոնացնի ընթերցողի ուշադրությունը։ Դա երևում է նրա ամփոփիչ խոսքի մեջ։ Նա ասում է, այդպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծապես պարծենում է, մեծախոսում է։ Ուրեմն հարցն այն է, թե ինչպես է լեզուն, որ շատ փոքր մի բան է, սակայն մեծ բաներ է խոսում։ Ինչն է իր պարծանքը։ Իր կատարած մեծ գործերը մարդը պարծենում է իր գործերով, իր արարածներով, իր արժանինքներով, իր ձեռքբերումներով։ Նա մի փոքր բան է, բայց մեծ ազդեցություն ունի, իշխանություն ունի, ուժ ունի ղեկավարելու։ Փոքր սանձը մեծ գործեր է անում, ամբողջ ձիու մարմինը կառավարում է, իշխում է, որոշում է, թե որ ուղղությամբ պետք է ընթանա։ Իսկ նավը նույնպես փոքր ղեկ ունի, այդքան փոքր է ղեկը, սակայն հսկայական նավն է կառավարում։ Որոշում ուղղությունը, անգամ փոթորիկները չեն կարողանում հաղթել այդ ղեկին եւ փոխել ուղղությունը։ Ուրեմն ասում է նմանապես լեզուն, լինելով այդքան փոքր, սակայն ինչ մեծ ուժ ունի ղեկավարելու, որոշելու, ազդելու։ Ու հետո նա պարծենում է իրենով, իր ձեռքբերումներով, սա խոսքի մեծ ազդեցությունն է ցուցադրում։ Տեսեք, եթե մարդու լեզուն չղեկավարվի Աստծո կամքի համաձայն, ապա այն ունենալով մեղավոր մարդու, մեղավոր սրտի համագործակցություն, այն կղեկավարի մարդու ընթացքով ու կշեղի ճշմարիտ ճանապարհից, բերելով մեծ կործանումներ։ Օրինակ, երբ մարդը բարկանում է ու իր չար սրտի ցանկության համաձայն դիմացինին վիրավորում է, հայհոյում է, ապա ինչ կլինի այդ խոսքերը կարող են բերել կործանարար հետևանքներ, թե իր անձի համար, թե դիմացինի համար։ Այդ պատճառով քրիստոնյան պետք է ղեկավարի իր լեզուն ըստ Աստծո ուզածի, որպեսզի այն չօգտագործի իր պոտենցիալը, իր ուժը,
չարիք բերելու համար, բացասական ազդեցության համար, ղեկավարելով քո անձով, գործերով, ընթացքով, ըստ սրտումդ եղած մեղավոր, գուցե ծածկված ու քեզ ոչ հայտնի չար շարժառիթների։ Հիշի, լեզուդ ուղիղ ձևով կապված է սրտիդ։ Նայելով քո բերանի պտուղներին, կարող ես հասկանալ, ինչ կա սրտումդ։ Գուցե քո զգացմունքները քեզ հակառակը համոզեն, քո աչքին քեզ բարի ու արդար ներկայացնեն, բայց դու մի լսիր քո զգացմունքներին, դրանք ծածկում են քո սրտի մեղքերը։ Դրանք թույլ չեն տալիս, որ դու հասկանաս, թե որքան չար շարժառիթներ են պտտվում մեր սրտում, որոնց մասին դու չես խորանում, չես մտածում, սակայն լեզուն ֆիզիկապես դրանք հայտնում է։ Դրա համար նայ լեզվիդ, այն ինչը որ աներևույթ է քեզ համար, քո ներսում, քո լեզուն ֆիզիկապես այն հայտնում է։ Հիսուսն ասաց Ղուկաս 6:45. Բարի մարդ իր սրտի բարի գանձից բարին է բխեցնում, իսկ չար մարդ իր սրտի չար կուտակվածից չարն է բխեցնում, որովհետև բերանը սրտի կուտակվածից է խոսում։ Խոսքերը գալիս են սրտից, սրտի եղածից։ Լեզուն գործիք է մարդուն տրված։ Խոսելու կարողությունը պարգև է Աստծուց, որը մարդը օգտագործում է ըստ իր սրտի եղածի։ Եվ հարցն այն է, թե ինչ է կամենում այս լեզվի ղեկավարը։ Ինչ կա մարդու սրտում։ Եթե մարդու սրտում թագավորում է Տերը, եւ մարդ ձեռք է բերում հոգեվոր հասունություն եւ իմաստություն, ապա այդպիսի սիրտը ձգտելով դեպի Աստծո կամքի իրականացումը կղեկավարի լեզուն ըստ Աստծո կամքի, կծառայեցնի Աստծո ուզած կերպերով։ Հակառակ դեպքում չնորոգվող ու չսրբվող սիրտը կիրականացնի մարդկային ունայն կամքը լեզվի խոսքերի ուժի միջոցով։ Եթե դու Աստծո զավակ ես, ուրեմն քեզ տրված է կարողությունը Սուրբ Հոգով կառավարելու լեզուն։ Երկրորդ համարում մենք տեսանք, չէ՞, որ ասում է հասուն քրիստոնյան կարող է չմեղանչել լեզվով ու իր ամբողջ մարմինը ղեկավարել ու հնազանդեցնել Աստծուն։ Դրա համար երկրորդը, ինչու պետք է ղեկավարել լեզուն, քանի որ լեզուն ունի կառավարելու, ազդելու ուժ, ուստի դու ղեկավարիր քո լեզվով, որպեսզի այդ լեզվի ունեցած ուժը քո խոսելու այդ պարգևը ծառայեցնես Աստծո կամքին, որպեսզի քո խոսքը, քո խոսելաձևը, քո խոսելու նյութը, քո ասելիքը Աստծո ուզածի պես լինի ու շինություն բերի քո շուրջը։ Սա երկրորդն էր։ Երրորդը, ինչու պետք է ղեկավարել լեզուն։ Լեզուն մեծ վնասներ է բերում, ընթերցենք 5 և 6 համարները։ Տես մի փոքր կրակը ինչքան մեծ անտառ է հրդեհում։ Լեզուն էլ կրակ է, մի անիրավության աշխարհ։ Լեզուն մեր անդամների մեջ է դրված, ամբողջ մարմինը ապականելով եւ այրելով մեր գոյության շրջանը եւ բորբոքվելով գեհենից։ Այստեղ Հակոբոսը լեզուն համեմատում է մի փոքր կրակի հետ, որը մեծանալով, տարածվելով հսկայական անտառները հրդեհում։ Կրակը բերում է մեծ ավերումներ, երբ այն ղեկավարումից դուրս է, երբ այն չի սաստվում ու կանգնեցվում։ Ասում են անիրավության աշխարհ է։ Աշխարհ բառը այստեղ դարձյալ ցույց է տալիս այդ մեծությունը, շատությունը, մեղքերի բազմությունը, հետևանքի ահռելի լինելը եւ նաեւ աշխարհում եղող բազում անիրավությունները, որոնք կապված են խոսքով մեղանչելու հետ։ Անիրավ խոսքերից ծնված բազում կեղծիքներն ու ստերը, այս աշխարհային համակարգը անիրավ։ Երբ մարդ խոսքով մեղանչում է, այն տանում է մարդուն շատ ավելի ու ավելի մեղքեր գործելու։ Օրինակ, մի փոքր սուտը կարող է քեզ գցել այնպիսի վիճակի մեջ, որ երբ ցանկանաս ծածկել այդ սուտը, չխոստովանել, ապա պետք է շատ ու շատ ավել սուտ հորինես, որպեսզի փորձես ինքդ քեզ արդարացնել ու դիմացինին համոզել քո ճշմարտացի լինելը։ Բայց այն կրակ է, որը տարածվելու է, մեծանալու է ու էլ ավելի մեծ վնասներ բերի, եթե մենք չխոստովանենք, դեմը չառնենք, չղեկավարենք։ Հետո Հակոբոսն ասում է, որ
Լեզուն մեր անդամների մեջ է դրված, այսինքն լինելով մեր կյանքի մի մասը, այն ազդում է մեր կյանքի բոլոր ոլորտների վրա։ Նա ամբողջ մարմինն է ասում, ապականում է։ Ապականել բառը վերաբերում է բարոյական ապականությանը, երբ մարդը ընկնում է տարբեր տեսակի անբարո մեղքերի մեջ։ Առաջին Լուկ 27 համարում մենք տեսանք, որ նա առաջ անգամ օգտագործեց այս բառը, ասելով սուրբ եւ անարատ կրոնասիրությունն այն է, որ մարդը իրեն աշխարհից անարատ է պահում։ Այս անարատ բառն է, նույն արմատով բառն է, բայց ժխտական ձևով գրված, առանց ապականության, անարատ։ Հեռու է պահում աշխարհի անբարո կյանքից։ Իսկ չղեկավարվող լեզուն մարդուն տանում է անբարո մեղքերի մեջ։ Այն գայթակղություն է բերում եւ վտանգում ամբողջ մարմնին, ընկնելու զանազան տեսակի անբարո մեղքերի մեջ։ Իսկ երկրորդ համարում մենք տեսանք, երբ հասուն քրիստոնյան ղեկավարում է իր լեզուն ու մեղքերից հեռանում, դրանով ինչ է ասում, նա սանձահարում է ամբողջ մարմինը ու պաշտպանում այս ապականող մեղքերից։ Երբ աշխարհիկ ինտերակցիաների մեջ ենք, երբ մասնակցում ենք իրենց պիղծ զրույցներին, լսում ենք նրանց անբարո խոսքերը, հումորները, արարքները, պատմությունները, այսպիսի խոսակցությունները լցվելով ներսդ քեզ գայթակղում են, ազդում են քեզ վրա, որ քաշեն քեզ ու մասնակից անեն այդ նույն գործերին։ Եվ որքան քո լեզուն ընդգրկվում է ու համաձայնություն է տալիս, չի հակառակվում, չի ընդդիմանում, չի բարձրաձայնում, չի ցույց տալիս քո արժեքները, քո քրիստոնեությունը, քո ճշմարտությունը, երբ որ այն սկսում է ընկնել այդ հոսանքի մեջ եւ գնալ ու մասնակից լինել, այն բերելու ազդեցություն նաեւ քեզ վրա։ Այն սկսելու է բորբոքել կրքերը։ Եվ հետո ասում է, երբ այդ կրակը չի մարվում, այն շարունակում է տարածվել։ Այն այրում է մեր գոյության շրջանն, ասում է, կամ ուրիշ խոսքով կյանքի այս շրջանը։ Ինչ է սա նշանակում։ Տարբեր կարծիքներ կան այս արտահայտության վերաբերյալ, բայց ավելի հավանական այն է, որ խոսքը գնում է քո անձից դուրս եղող, քո կյանքի մյուս բոլոր ոլորտների մասին, որոնց հետ դու ինչ-որ առնչություններ ունես, օրինակ բազմազան մարդկային հարաբերությունները, մեր կյանքի մեջ է, մեր կյանքի շրջանի մեջ է մտնում, կյանքի ընթացքի մեջ։ Չկառավարող լեզուն ոչ միայն անձնական կյանքում է բերում ավերիչ հետևանքներ, այլ բոլոր տեսակի մարդկային հարաբերություններում նույնպես։ Այսինքն բերանից դուրս եկած խոսքը ունի մեծ ազդեցություն քեզնից դուրս քեզ շրջապատող աշխարհի վրա։ Կամ այն այրում եւ վնասում է քեզ շրջապատող կյանքը, որ դու ապրում ես, կամ այն լցված է լինելու աղով, որը լավ համ է տարածում իր շուրջը։ Հաջորդ նկարագրության մեջ Հակոբոսը ցույց է տալիս, թե որտեղից է բռնկվում ու սնվում այս կրակը։ Այն կապված է աներևույթ հոգևոր չար աշխարհի հետ, ասում է, այն բորբոքվում է գեհենից։ Գեհեն բառը նշանակում է Ենոմի որդիների հովիտ։ Այն գտնվում էր Երուսաղեմի պատի հարավ-արևելյան կողմը։ Աքազ եւ Մանասե թագավորները, երկրորդ մնացորդած գրքում կա այդ պատմությունները, թե ինչպես են իրենք իրականացնում մարդկային զոհաբերություններ, անգամ իրենց իսկ որդիներին էին զոհում իրենց կուռքերի համար, կուռքերին երկրպագելու համար։ Այս վայրը հետագայում անիծված վայր էր համարվում, իսկ ավելի ուշ այստեղ էր թափվում ողջ քաղաքի աղբը եւ այրվում էր։ Դրա համար այստեղ շարունակ այրվող կրակ կար այնտեղ։ Այս գեհեն օգտագործում էին համեմատելով դժողքի անսպառ այրվող կրակների հետ։ Եվ Հակոբոսը լեզուն համեմատելով դժողքի այս կրակների հետ նկատի ունի հոգևոր չար իշխանությունների հետ ունեցած կապը։ Սատանան ստության հայրն է, նրա խոսքերը անիրավ են ու կործանարար, նրանից դուրս եկող ամեն մի խոսքի նպատակը մարդուն կործանելն է։ Մեղավոր մարդու չկառավարվող լեզուն սնվում է չարից ու դառնում է չարի ձեռքերում գործիք ավերածություններ բերելու համար, եթե չկա ղեկավարում։ Քո լեզուն կամ դու կօգտագործես Աստծուն ծառայեցնելու համար, կամ չարին։ Քո խոսքերը կամ կսնվեն Աստծուց ու քո միջից կենարար ջրերի պես կհորդեն դուրս ու կսնուցանեն քո շուրջ բոլորը, կամ այն կսնվի ստության հոր խոսքերից ու կհորդի քեզնից դուրս ու կբերի ավերածություններ։
Առակաց 18-րդ գլուխ 6-7 համարները։ Արմիտի շրթունքները կռվի մեջ կմտնեն եւ նրա բերանը ծեծ է կանչում։ Արմիտի բերանը նրա կործանումն է, իսկ նրա շրթունքները որոգայթ իր անձի համար։ 21-23 Ով պահում է իր բերանն ու լեզուն, իր հոգին պահում է նեղություններից։ Հա թե որքան կարևոր է Աստծուց իմաստություն խնդրել, զորություն խնդրել, շնորհ խնդրել, որպեսզի կարողանանք ղեկավարել մեր լեզուն։ Սա երրորդն էր, ինչու պետք է ղեկավարել, քանի որ այն մեծ վնասներ է բերում եւ քո անձնական կյանքում եւ քեզնից դուրս եղող աշխարհում։ Եվ այն սնվում է ու դառնում է գործիք չարի կողմից։ Հաջորդ 4 պատճառը այս տեքստում ինչու պետք է ղեկավարել լեզուն, քանի որ լեզուն չի ուզում հնազանդվել։ Լեզուն չի ուզում հնազանդվել։ 7 եւ 8 համարներ ընթերցենք։ Իսկապես գազանների, թռչունների, սողունների եւ ծովում եղողների ամբողջ բնությունը հնազանդվում է եւ հնազանդեցված է մարդկային բնությամբ, բայց մարդկանցից ոչ ոք չի կարող լեզուն հնազանդեցնել։ Նա անզուսպ չար է, մահաբեր թույնով լցված։ Կենդանական աշխարհը իր բոլոր տեսակով ու բնությամբ հնազանդեցված է մարդուն։ Սրա մասին կարդում ենք Ծննդոց գրքում, թե ինչպես Աստված սահմանեց, որ մարդը իշխի ամբողջ աշխարհի վրա, կենդանական աշխարհի վրա։ Եվ կենդանական աշխարհը հնազանդվում է եւ հնազանդեցված է մարդկային բնությամբ, այսինքն այն միշտ է հնազանդվել եւ հիմա էլ շարունակում է հնազանդվել։ Ու այս իրականությունը Հակոբոսը համատում է լեզվին հնազանդեցնելու հետ, ցույց տալու համար այս կոնտրաստը, աշխարհի մեծությունը, բնության ղեկավարման իշխելու այդ դժվարության վրա ունեցած մարդու կարողությունը, որ նա կարողանում է դժվարությունը հաղթահարել եւ իշխել, իսկ այս փոքր մի լեզուն նա չունի այդ կարողությունը իշխելու։ Մարդու լեզուն ըմբոստ է, ինչպես սիրտն է ըմբոստանում Աստծուն ու ձգտում դեպի մեղքը, այնպես էլ լեզուն, այն չի ուզում հնազանդվել ճշմարտությանը։ Այն անզուսպ չար է ասում, այն մահաբեր թույնով լցված է։ Լեզուն անզուսպ է, եւ մի կարծի, որ այն հանգիստ մնալու է իր տեղում։ Այնտեղ այնքան չարիք կա, որ այն ձգտում է ազատության։ Այն չի սիրում բանտարկված մնալ։ Այն նման է չվարժեցրած վայրի գազանին, վանդակի մեջ դրված, որն ամեն բան անում է վանդակից դուրս գալու համար։ Պարզապես պետք է մեկը, որ իրեն առիթ տա։ Այդ չար լեզվի նպատակը վնասելն է, քանդելն է, այն սովորում ու սնվում է սատանայից ու իր գործերն է ուզում անել։ Նրա նպատակը սպանելն է իր մեջ եղած թույնով։ Եդեմական պարտեզում օձի սուտը մահ բերեց մարդկության կյանքում։ Եվ հիմա մարդու լեզուն նույն այդ մեղքի վիրուսով վարակված, նույն թույնը ունենալով իր մեջ, հավատալով այդ թույնի հեղինակին, այդ հեղինակին է ուզում ծառայել։ Սատանան մարդկությանը սովորեցրել է, թե ինչպես այդ թույնը պետք է մատուցել գեղեցիկ սկուտեղով, որպեսզի համեղ ու ախորժելի պտղի տեսք ունենա ու մոլորեցնի իր լսողներին։ Այո, մարդկանցից ոչ ոք չի կարող իր լեզուն հնազանդեցնել ճշմարտությանը, սակայն այն ինչ անհնար էր մարդու համար, հնարավոր է Աստծո համար։ Աստծո զավակի համար հնարավոր է, քանի որ նա ունի Սուրբ Հոգու զորություն իր մեջ, քանի որ նա ունի մտքի լուսավորում, նա ունի երկնային իմաստություն, որով կարողանում է զանազանել իր սրտի չար ցանկությունները, իր շուրթերի չարությունը, որ ուզում է դուրս պրծնել եւ թունավորել։ Ու Աստծո տված շնորհով նա կարող է ղեկավարել այդ ընթացքը։ Դրա համար 4-րդ ինչու պետք է ղեկավարել։ Քանի որ այն չի ուզում հնազանդվել ճշմարտությանը, այն լի է քողարկված կեղծիքով ու թույնով, որը պետք է բացահայտես ու վնասազերծես։ Եվ 5-րդ ու վերջին մեր հատվածում, թե ինչու պետք է ղեկավարել լեզուն, քանի որ լեզուն երկերեսանի է։ Լեզուն երկերեսանի է։ Նրանով օրհնում ենք Տիրոջը եւ Հորը եւ նրանով
նաև անիծում ենք մարդկանց, որ Աստծո նմանությամբ են ստեղծված։ Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն եւ անեծք։ Պետք չէ եղբայրներ, որ սա այսպես լինի։ Միթե մի աղբյուր նույն ակունքից քաղցր ու դառը ջուր է բխեցնում։ Միթե հնարավոր է եղբայրներին, որ թզենին ձիթապտուղ տա կամ որդատուն կթուզ, ոչ էլ աղի աղբյուրը քաղցր ջուր կտա։ Եկեղեցանի լեզու ունեցող այն մարդիկ են, ովքեր երկու կյանք են ուզում ապրել կամ ապրում են։ Երբ պետք է լեզուն կծառայեցնեմ Աստծուն, երբ պետք է լեզուն կծառայեցնեմ ինձ, իմ ցանկություններին, իմ հարմարությանը, իմ շահին, իմ պաշտպանությանը, իմ նպատակներին, նույն լեզուն օրհնում է Աստծուն եւ հետո անիծում է նրա պատկերով ստեղծվածներին, զրպարտում է նրանց, քննադատում, մեղադրում, վիրավորում։ Օրհնել բառը նշանակում է խոսել բարին, իսկ անիծել նշանակում է կամենալ չարը դիմացինին եւ չար խոսքերով այդ կամքդ արտահայտել։ Եթե քո բերանով օրհնում ես Աստծուն ու հետո Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդուն չարն ես խոսում, ապա իմացիր, որ այդ մեղքդ նախ Աստծո դեմ է ուղղված։ Եթե դու անարգում ես Աստծո պատկերը, որ մարդու վրա է, ուրեմն դու անարգում ես Աստծուն։ Աստված խոսելու պարգևը տվել է մարդուն, որպեսզի այն օգտագործի փոխհարաբերության համար, Աստծո մասին խոսելու, նրան մեծարելու համար։ Այն պետք է ծառայի միայն Աստծո փառքի համար։ Հակոբոսն ասում է, որ պետք չէ եղբայրներ, որ ձեր լեզուն ծառայեցնեք երկու տիրոջ։ Սա անհամատեղելի է, սա կեղծ աստվածպաշտություն է, սա կեղծավորություն է։ Միևնույն բերանից դուրս են գալիս եւ օրհնություն եւ անեծք։ Սա խորթ է ճշմարիտ հավատքի կյանքի հետ։ Հայտնության գրքում Լաուդիկիայի եկեղեցուն Տերն ինչ ասաց։ Ասաց դու գաղջ ես, ոչ տաք ես, ոչ սառը, երկու կյանք ես ապրում։ Եվ Տերը իրեն ինչ ասաց. ապաշխարիր, չես կարող այսպես ապրել։ Հակոբոսը սիրով հորդորում է հավատացյալներին, որ այսպես ապրելը մեղք է։ Դուք պետք է կառավարեք ձեր լեզուն, սանձեք ու հնազանդեցնեք ճշմարտությանը։ Եվ ձեր լեզուն չար պտուղ է ուզում տալ, պետք է դիմակայել, կտրել անմիջապես։ Այն անհամապատասխան է կենդանի ճշմարիտ հավատին։ Այն խորթ է իրական վերստին ծնունդ ունեցողի համար։ Եվ հետո տեսնում ենք 3 օրինակներով, հարցի տեսքով Հակոբոսը ցույց է տալիս, որ այսպիսի երկակի կյանքը անհամատեղելի է ճշմարիտ հավատքին։ Միթե մի աղբյուր նույն ակունքից քաղցր ու դառը ջուր է բխեցնում։ Ոչ, մի աղբյուր ինչ է տալիս, մեկ տեսակ ջուր է տալիս։ Միթե հնարավոր է եղբայրների մոտ թզենին ձիթապտուղ տա կամ որդատուն կթուզ։ Ոչ, յուրաքանչյուր ծառ տալիս է մեկ տեսակ պտուղ։ Ուրեմն աղի աղբյուրն քաղցր ջուր չի տա։ Յուրաքանչյուր աղբյուր մեկ տեսակ ջուր է տալիս։ Լեզուն կեղծավոր է եւ փորձում է հարմարվել։ Այն գնում է փոխզիջումների, կոմպրոմիսի, որտեղ ինչ հարմար է այն է խոսում, ինչը որ հարմար է իր շահերին, մարդը դա է ասում։ Այսօր մի բան ասեց, վաղը տեսնում ես ուրիշ բան։ Լեզուն պետք է մեկ տեր ունենա ու ծառայի միայն Աստծուն։ Խոսի միայն այն, ինչ Տիրոջն է հաճելի, այնինչ արդար է եւ ճշմարիտ։ Պետրոսն էլ Հիսուսի մոտ վկայեց, որ հավատարիմ կմնա մինչև մահ, սակայն աշխարհիկների մոտ խոսեց այն, ինչ այդ պահին իր մեղավոր եսին հարմար էր ու շահավետ։ Քո առօրյա մարցուկ դու նկատում ես, թե ինչպես ես դու Աստծո խոսքին հակառակ բաներ խոսում։ Ինչպես է լեզուդ շտապում հարմարվելու տեղանքին, հարմարվելու շրջապատին, մարդկանց կարծիքներին, խոսելու նրանց բարձրաձայնած թեմաներին, ինչպես է անմիջապես աշխարհի կերպարանքը վերցնում իր վրա։ Իսկ երբ հոգևորների մոտ ես կամ եկեղեցում աստվածպաշտության համապատասխան խոսքերն ես վերցնում, սակայն երբեմն էլ աշխարհից դեռ մնացած այդ կերպարը դրսևորում ենք նաև հոգևոր շրջանակում։ Սիրելիներս, սա այսպես չպետք է լինի։ Սա անիրավություն է, սա կեղծավորություն է։ Մենք պետք է մեկ կյանք ապրենք, ուր էլ որ լինենք։ Մեր շուրթերը պետք է խոսեն այն, ինչ Տիրոջ խոսքին համապատասխան է։ Մենք պետք է շատ տարբերվենք մեր խոսքով
ուր էլ որ լինենք։ Գիտեք, հավատացյալը երբ առիթ չի ունենում խոսելու Հիսուսի մասին, երբ աշխարհիկների մեջ լինելիս, աշխարհիկների նման է, վարքով, արտաքինով եւ անգամ խոսքով։ Ամփոփենք։ Հակոբոսը մեզ զգուշացնում է երկու բանի մասին ուրեմն։ Մեկը, որ մենք բացահայտվում ենք մեր լեզվով, մեր խոսացածով, մեր հավատի էությունն է բացահայտվում, եւ երկրորդ, որ մեր լեզուն հսկայական աղետի ներուժ ունի։ Դրա համար նա կոչ անում մեզ ունենալ սանձարված լեզու։ Եվ եթե մենք ղեկավարենք մեր լեզուն, հնազանդվենք եւ հնազանդեցնենք այն Տիրոջը, դա կապացուցի, որ մենք ունենք այդ կենթանի հավատը, որը որ գործում է մեր մեջ եւ արդարության պտուղներ է տալիս։ Ուրեմն նա տվեց մեզ 5 հիմնավոր պատճառ, թե ինչու քրիստոնյան պետք է լուրջ վերաբերվի խոսքի իր պտուղին։ Լեզուն շատ մեղքեր է գործում, լեզուն ունի ղեկավարելու ուժ, լեզուն մեծ վնասներ է բերում, լեզուն չի ուզում հնազանդվել եւ լեզուն երկերեսանի է։ Եվ հաջորդ հատվածում մենք տեսնենք, թե ինչպես է Հակոբոսը ցույց տալիս, ինչ է մեզ անհրաժեշտ, որպեսզի մենք կարողանանք այստեղ հաջողել։ Ինչն է մեզ օգնում, որ մենք տեսնելով այս խնդիրը, որը որ նա վառ ձևով ներկայացրեց, ինչպես մենք կարող ենք այն լուծել, ինչպես մենք կարող ենք այն վերահսկել։ Եփեսացիս 4:29 Ձեր բերանից թող ոչ մի վատ խոսք դուրս չգա։ Միայն այն, որ բարի է, հավատի շինության համար պիտանի, որպեսզի շնորհ տա լսողներին։ Եթե դու միտված ես քո շուրջի բոլոր մարդկանց համար շինության եւ օրհնության միջոց լինել, ուրեմն միջոցը քո լեզուն սանձելն է, ասում եմ, ոչ մի վատ խոսք թող դուրս չգա ձեր բերանից։ Սիրելիներ, եթե խոսքով մեկին նեղացրել ես, եթե հիմա հիշում ես, որ ինչ-որ մեկին դու վիրավորել ես, գիտես, որ այդ մարդը քո հետ հաշտ չէ։ Գուցե սա առիթ է, որ մենք մտածենք, գնանք, խոստովանենք, ներում խնդրենք, հաշտություն փնտրենք, այն ինչ որ մեր լեզուն վնասել է, ավիրել է, թող Տերը մեզ այդ շնորհը տա, որ մենք գնանք, խոստովանենք եւ հաշտություն փնտրենք։ Եկեք ոտքի վրա աղոթք կանենք։ Մեր սիրելի երկնավոր Հայր, մենք խոնարհվում ենք քո առաջ եւ խոստովանում ենք մեր բազում մեղքերը, մեր լեզվի ոլորտում, խոսքերի ոլորտում եղած բազում մեղքերը, որ մենք ամեն օր այն նկատում ենք, ամեն օր տեսնում ենք եւ դու գիտես, որ մենք ուզում ենք փոխվել, ուզում ենք քեզ նմանվել, ուզում ենք, որ քո խոսքը լինի թագավոր եւ մեր սրտերում, եւ լինի այն թագավոր եւ մեր շուրթերի վրա։ Ոստի գալիս ենք քո առաջ Տեր, խնդրելու քո Սուրբ Հոգու գործը, քո շնորհի լիառատ ճոխությունը, որ լցնես ամենքից վրա, եւ տաս իմաստություն, տաս հասկացողություն, Տեր, թե ինչպես մենք ղեկավարենք, ինչպես խոսենք, ինչպես քո խոսքը շարունակ լինի մեր շուրթերում, ուր էլ որ լինենք, ինչպես ապրենք եւ ցույց տանք մեր կյանքով եւ մեր խոսքերով, որ մենք քո հետևորդներն ենք, Տեր։ Օրհնիր մեզ, օրհնիր քուրեզ եղբայրներից, Տեր, ների մեզ, որ հաճախ մենք մեր խոսքերին չղեկավարելով մեկս մյուսին գուցե վիրավորում ենք, նեղացնում ենք։ Այդ ամենը բերում ենք քո առաջ եւ խնդրում ենք, որ դու մեզ ներես, որ դու շարունակես մեզ խոնարհ պահել, միմյանց ավելի բարձր գնահատել, սիրել եւ թող մեր շուրթերը միայն բարին խոսի, այն ինչ որ պիտի շինություն լինի մեր շուրջի մարդկանց համար, Տեր։ Օրհնիր մեզ, զորացրու մեզ եւ դու առաջնորդիր։ Թող քո անունը փառավորվի, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։